Շնորհակալություն պարոն Ռուբինյան, մեծարգո վարչապետ, ցանկացած իշխանության համար ինքնահայեցումը կարևոր գործողություն է եւ դուք էլ խոսեցիք ձեր ելույթում այդ երևույթի մասին, հատկապես այն իշխանության, որ երկար ժամանակ է իշխանության, իսկ մենք արդեն 9-րդ տարում ենք իշխանության գտնվում եւ այդ համատեքստում կարևոր է որ իշխանությունը գործադիրում եւ խորհրդարանում հետևի են քննադատություններին, որոնք կան դաշտում եւ եթե անհրաժեշտ է դրանք անհեթեթություն չի արձագանքի, եթե խնդիր կա, դրանց լուծումներ տա եւ վերջին 20 օրերին այդպես պարտաճանաչորեն հետևել եմ անդիմության բարձրացած հարցերին, դրանք դուրս են բերել տարբեր հարթակներում քննարկելու համար եւ մի խումբ հիմա հարցեր եմ դուրս բերել, որ կուզեի ձեր կարծիքը իմանալ դրա մասին։ Անդիմությունը անընդհատ եւ խորհրդարանական անդիմությունը խոսում է դատաիրավական համակարգի մասին եւ հատկապես խոսում է մի քանի երևույթների մասին, օրինակ անմեղության կանխավարկածի ինստիտուտի ոտնահարում, կալանքը որպես պատիժ օգտագործում, խոսում են դատավորների մասին, որոնք ըստ նրանց այդպես ընտրվել են, որպեսզի իշխանության համար որոշումներ կայացնեն։ Ակնհայտ է, որ այստեղ կարող են լինել եւ մանիպուլյացիաներ, բայց նաեւ կարող է լինել ճշմարտություն, որին մենք պետք է առերեսվենք։ Դուք դատաիրավական համակարգի բարեփոխման մասին խոսեցիք, կուզեի այս երևույթների մասին անդրադառնանք եւ արդյոք այստեղ գործադիրը անելիք ունի սրա հետ կապված։ Ես այդ երևույթի մասին խոսել եմ ինքս մի քանի առիթներով, որովհետեւ երբ որ 2018 թվականին կառավարության քաղաքական դիրքորոշումը եղել է հետևյալը, որ գործադիրը գործ չունի դատական իշխանության հետ եւ դատական իշխանության նկատմամբ ազդեցություններ գործադրելու հետ եւ մենք հրաժարվել ենք այդ գործելակերպից, իրականության մեջ ինչ է տեղի ունեցել։ Եղել են շրջանակներ, որոնց ես անվանում եմ մաֆիոզ շրջանակներ, որոնք ասել են, «Էս ինչ լավ է»։ Գործադիրը հրաժարվում է դրանից, եկեք գնանք մենք այդ նիշան զբաղեցրենք եւ զբաղեցրել են։ Ես ասում եմ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում իմ ամենամեծ բարդությունը եղել է պատասխանել մարդկանց հետեւյալ հարցերին. ինչի է այս մեկը ազատության մեջ, ինչի է մեկը ազատության մեջ, ինչի է մեկը դատված չի, եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ինձ համար դժվարություն է բացատրել, որ ժողովուրդ ջան, դա ինձ հասցեագրված հարցեր չեն։ Մենք դատաիրավական համակարգի բարեփոխումների համար մաքսիմալը արել ենք, բայց հիմա պարզվում է դրանք ինձ հասցեագրված հարցեր են, եւ բայց խնդիրն այն չէ, որ դրանք հասցեագրված են այդ հարցերը։ Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա։ Այսօր խոսում են քաղաքական հետապնդումների մասին։ Ես խոսում եմ քաղաքական չհետապնդումների մասին, որտեղ մարդիկ կան, ես չեմ հասկանում, լավ, ես այս ամբիոնից էլ եմ ասել։ Ես կոնկրետ դեպքերով ասեմ, ես չեմ կարա բանանեմ, հավատամ, որ ինչ որ մարդիկ միջև հիմա պատասխանատվությունից խուսափել են այն պատճառով, որ դատաիրավական համակարգը արդար է։ Իրանք ընդհակառակը պատասխանատվությունից խուսափել են այն պատճառով, որ այդ կոռուպցիոն կապերը շարունակում են մնալ։ Եվ ասենք ենթադրենք հայտնի նախկինից 2000 մինչև 18 թվականը հայտնի ընտանիքներ կան, որոնց անդամները այսօր դատավոր են, չգիտեմ ինչ են, որոշումներ են կայացնում, խնամի են, ծանոթ են, բարեկամ են։ Ինչի են նրանք դեռևս դատավոր, որովհետև սահմանադրական պաշտպանության ներքո են։ Այսինքն քաղաքական իշխանությունը օրինական ճանապարհ նրանց այնտեղից հեռացնելու չունի։ Եվ սրա համար է նաև, որ ես ասում եմ, սահմանադրության, նոր սահմանադրության ընդունմամբ պետքա բոլոր դատավորները ստանան դատավորի ժամանակավոր պարտականությունները կատարողի կարգավիճակ, որպեսզի այդ հարցը ֆունդամենտալ ձևով լուծվի։ Այսօր ես պատասխանատու ասում եմ, Հայաստանում դատական համակարգը սպասարկում է էլիտաների, հիմնականում նախկին էլիտաների շահերը, որովհետև օրգանական կապ չունի ժողովրդի հետ։ Եվ ելույթում ասացի նաև ինչու՞մ այդ կապի բացակայությունը արտահայտվում։ Ինստիտուցիոնալ խորը խնդրեմ ունենք, եւ դա այդպես էլ պլանավորված է եղել։ Եվ մենք այո ունենք խնդրեմ այդտեղ, որը պետքա լուծենք։ Իմ պատկերացումը նոր սահմանադրության ընդունումն է։ Արձագանք։ Պարոն վարչապետ, համաձայն լինելով ձեզ հետ,
այնուամենայնիվ ուզում եմ արձանագրել, որ դատական համակարգում կան դատավորներ, որոնք կապ ունեն ժողովրդի հետ, բայց իրենք մի հատ հարց են բարձրացնում, որ դա օրենքով կամ նույն սահմանադրությամբ է, իրենց ԲԴԽ-ն, Բարձրագույն դատական խորհուրդը այնպես չի աշխատում, որ այդ խմբի բարձրացած հարցերը տեղ հասցնի, որովհետև ասում են քննչական մարմինները հնարավորություն ունեն այդ հարցերը բարձրացնելու դատախազություն ունի, ԲԴԽ-ն այն գործիքները չունի կամ կարող է լավ չի աշխատում, որ ժողովրդի հետ օրգանական կապ ունեցող դատավորների ձայնը բարձրացնի։ Իմ կարծիքով մենք մինչև սահմանադրական փոփոխություններ անելը պետք է փորձենք մեխանիզմներ գտնել նրանց ձայնը լսելի դարձնելու համար։ Ճիշտն ասած, մենք միշտ էլ պատրաստ ենք ցանկացած ձայն լսել, բայց նաև այստեղ շատ կարևոր է, որ հանրային գոհունակության աստիճանը, օրինակ ես տպավորություն ունեի, թե հանրային գոհունակության աստիճանը էականորեն փոխված է, բայց նաև վերջին տարվա իմ անմիջական շփումները ցույց տվեցին, որ ամեն ինչ իրականում այդքան էլ տեն չի։ Այսինքն պետք է լինի վստահություն Հայաստանի Հանրապետությունում, որ եթե մարդու օրինական շահերը ոտնահարվել են, ինքը պետքա վստահ լինի, որ ինքը մեկը թեկուզ մի քիչ մի տարի հետո, 2 տարի հետո ինքը դատական համակարգով այդ խնդիրը կլուծի։ Վստահ կլինի։ Իսկ այսօր կա մի իրականություն, ով սոցիալական մի դիրքից վերև է, սոցիալական մի նշաձողից վերև է, 100% վստահ է, որ ինքը ինչ խնդիր ուզենա կլուծի։ Բանի հանցագործության պահին բռնես, կգնա կարդարացվի, կամ առնվազն այնքան կձգեն այդ գործը, մենք դեմք ենք ունեցել դատավորը հատուկ գործը ձգել է այնքան, մինչև ինքը թոշակի գնա, եւ այդ գործը մինչև հիմա ամբողջ Հայաստանի դատական համակարգը խնդրի առաջ է կանգնած, չգիտի այդ խնդիրը ոնց լուծի։